Խնդրում եմ, եթե կա մարդ, որ ասում է ես չեմ մասնակցի, ասեք կա sense տարբերակ։ Ում կտրիկ էդի Էդ էլ եղավ, բայց Հայաստանի քաղաքացի։ հա, տես ասում է, եթե չի մասնակցում, ուրեմն Հայաստանի քաղաքացի չի։ Բա, մի միլիոն մարդ չի մասնակցում, միլիոնից ավել։ Դուք մասնակցել եք ընտրություններին, ունեք նախընտրած տեխնացու, լավ, իսկ ձեր շրջապատում կան մարդիկ, որոնք չեն մասնակցում, որովհետև բոլորին դեմ են։ Հաջան։ Մասնակցների ոչ ու մասնակցում։ Եթե այդ պատճառաբանությամբ բերեն, ասեն չենք մասնակցում, չենք ուզում գնանք, բոլորին դեմ ենք, ասեք գնացեք գոնե բոլորին դեմ եք քվեարկեք, որովհետև եթե չմասնակցեն, իրաց ձայները ավտոմատ գնալու է իրանց համար անցանկալի մարդկանց։ Չէ, ոչ թե տալու է բոլորին դեմ ընտրի, այլ չի ուզում գնա։ Դե իր ձայնը ավտոմատ գնալու է այն մարդուն, ում ինքը չի ուզում ընտրի։ Այսինքն հիմա սա որ դուք տալիս եք ինչ է, ինչ է։ Սա քվեաթերթիկ է, որ գնաք ընտրատեղամաս, այդ օրը որ բացեք, տնալու եք գրածա բոլորին դեմ եմ։ Այդ տարբերակն է լինելու, բայց սա ձեր համար չի, դուք ունեք նախընտրած տեխնացու։ Դուք գնում ու ուզում եք ընտրում եք, բայց այն մարդը, որ տունն է նստում, ասում է ես ոչ ոքի չեմ ուզում, բան, տունն է նստում, չի գնում, ավտոմատ իր ձայնը գնում է այն մյուսներին, ում ինքը չի ուզում։ Այդ մարդկանց համար ասում ենք տունը մի նստի ինգեր, արի հրավիրում ենք ընտրատեղամաս, բոլորին դեմ ես, քվեարկի բոլորին դեմ ես։ Ես չետամ ընտրության, իմ Հա, հիմա նայ ոնց է, 10 հոգի մարդ են, 5-ը ինձի կողմ է։ Այսինքն 50% ձեն ունեմ այդե կոպիտ ասած։ Հիմա եթե ընտրություններին են 5-ը չմասնակցեն, մենակ ինձ կողմ մարդիկ, արդյունքում ստացվում է 100% ձեն հավաքեցի։ Այն 5 չմասնակցողի ձայնը ավտոմատ գալիս է անձի որպես 100% ձայն։ Դրա համար ինչքան շատ մասնակցեն, այնքան թվերը ճիշտ կլինի։ Մենք էլ ինչ ենք ուզում, մենք ուզում ենք որ ճիշտ լինի։ Մի հատ տամ։ Ունեցա որ ես ունեմ։ Դե իմացեք, ոչ թե բոլորին դեմ ընտրելու տարբերակ կա, որ մի քիչ ռեստարտ անենք այս քաղաքական համակարգը, անունները բանը փոխելով, որ ում էլ հետո գնանք ընտրեն, գլխներից պատվեր չդառնան։ Շորտ, գիտեմ, հիմա սենց ասում եք ջահելները բան, աշկոժացել են, բայց սենց է ալնում, ուրիշ ձև չի լինում։ Կամ ելնում են 100 տարվա փդած, նախընտրած տեխնացուներ, ձգված, արմատ գցած, կամ պետք է ջահելը իրար գա։ Vida. Բարև ձեզ, դուք նախընտրած տեխնացու ունեք, իսկ ձեր շրջապատում կան մարդիկ, որոնք ընտրություններին չեն գնալու, որովհետև բոլորին դեմ են։ Չեմ կարող ասեմ։ Իրանց կընտրում եմ տեղյակ պահեք, որ սենց տարբերակ կա, կարելի է տամ։ Իրանց ասեք, որ տունը նստելով ձայները գնում է ուրիշին։ Բարև ձեզ։ Ես ուղղակի բարև տալու համար եմ մոտեցել։ Բարև ձեզ, մերոնք արդեն ձեր հետ խոսացել են։ Լավ օր ձեզ։ ձեր բարեկամներից բան մարդով չի ուզում, որտեղ բոլորին դեմ է, սենց տարբերակ են Դերեք, առաջին ընտրությունն է հատկապես ձեր դեպքում, որ ասում 1-2 չես գնում, հետո չես է գնալու, բայց այս ընտրությունները մեր ապագան է, մեր գլխին ինչ ուզում սարքում են, մենք էլ չենք կարող ոչ մի բան ասենք, գոնե ասենք ախպեր, սաղատ էլ լավը չեք, սենց ասեմ, չենք ուզում ախպեր, բայց որ իմանան, որ չենք ուզում, ոչ թե պրոստը թքացում ենք, տունեք չմնաք էլի, որ ձեր ձենը չգնա կորի, ձեր ձենը չգնա ուրիշին, հանգիստ կլնեք, գոնե որ ձեր Պարտքը կատարել եք ու թույլ չեք տվեք գոնե մի ձենով, որ ինչ-որ մեկը գա, ձեր գլխին ինչ ասես անի, ոնց որ միջև այսօր արել են, լավ եղեք, ոտներս է խերով, թող այսօր լավ առևտուր լինի, լավ եղեք, ձեզ էլ Կներեք, 2 րոպե ձեզ ժամանակից տանենք, էլի, եթե դեմ չեք, ընտրություններին մասնակցելու եք Ընտրություններին առաջիկա։ Դե լավ ասում։ Չէ, իսկ հունիսի 7-ին այդ ընտրությանը մասնակցելու եք, նախընտրած տեխնացու ունեք։ Աջան։ Ունեք։
Բարև ձեզ։ Ընտրություններին գնալու եք։ Այ ձեր ցավն էլ տանեմ, իսկ նախընտրած։ Մենք առաջարկում ենք, եթե նախընտրած տեխնացու չունեք, բոլորին դեմ ընտրեք։ Որ ցույց տաք, որ սաղդ էլ նույնն եք, նախընտրած տեխնացու ունեք։ Հələ չգիտեմ։ Այդ առաջարկում ենք, որ նա ցույց տանք բոլորին, որ լավ չեն պահում իրանց, բոլորին դեմ ենք։ Այդ ասես գնացեք բոլորին դեմ եմ ընտրեք, շնորհակալ եմ, լավ եղեք։ Ընտրություններին մասնակցելու եք։ Նախընտրած տեխնացու ունեք։ Հա, լավ։ Իսկ տեղյակ եք մարդկանց, որոնք ասում չեմ գնալու, որտեղ բոլորին դեմ են։ Հա, իրանց կարող եք այս տարբերակի մասին ասել, կամ փոխանցել թեկուզ այս թուղթը թո տեսնեմ, որտեղ տունը նստելով հարց չի լուծվելու։ Տունը նստելով այդ ում որ դեմ են, իրանց ձենը ավելանալու ուղղակի, էլի։ Հա, դուք էլ եթե կուզենաք, կարող եք ձեր նախընտրած տեխնացու ընտրելուց առաջ սա ընտրել, հետո հաջորդ ընտրություններին դա, որտեղ սա հնարավորություն է տալի որ գլխին պատուհաս չդասնենք մարդկանց։ Հա, լավ եղեք, ձեզ լավ էր։ Նախընտրած տեխնացու ունեք, թե հələ չէ։ Չէ։ Այս տարբերակա բոլորին դեմ ընտրելու։ Բա։ Հա, որ սենց ցույց տանք, ասենք արա դե սաղը դել նույնն եք զզվցրիք, էլի։ Նիկավոնի խաչու, հա։ Կարևորը գնանք ու ընտրեք, բարև ձեզ։ Ունեսի 7-ին գնալու եք ընտրության։ Նախընտրած տեխնացու ունեք։ Չեմ հարցնում ով է։ Ես թազա առաջարկա։ Ընտրություններին մասնակցելու եք։ Այո։ Նախընտրած տեխնացուներ ունեք։ Մենք առաջարկում ենք բոլորին դեմ ընտրեք։ Բարև ձեզ։ Մասնակցելու եք հունիսի 7-ին։ Նախընտրացել ունեք տեխնացու։ Չգիտեմ էլ։ Այ իմացեք, կարող թե հանգարց չգտեք նախընտրած տեխնացու, որ բոլորին դեմ ընտրելու հնարավորություն կա։ Չէ, բոլորին դեմ չէ։ Փորձեն մի քիչ էլ մեծ դեմքով էլի շրջվեն եւ դեպի ժողովուրդը լսեն մարդու ձայնը։ Դուք էլ կեցեք, լավ եղեք։ Հա, նույնն է։ Դու մեկ էլի տանք, եթե մարդկանց կտակ։ Լավ եղեք։ Դա համար ենք բոլորին դեմ։ Հայաստանի կարևոր մարզերից մեկի մարզ կենտրոնի կենտրոնական փողոց է։ Ում կողմից եք դուք բան։ Մենք ենք, այս անունով կուսակցություն ենք սարքել, որ այս հնարավորություն ձեր այս բոլորին դեմ քվեաթերթիկ ավելանա, այս 3 բանն է փոխվելու 100 օրվա ընթացքում։ Կուսակցության անունը ի՞նչ է։ Բոլորին դեմ եմ։ Ո՞վ է ձեր լիդերը։ Ասում եմ պես մարդիկ են։ Սմբատը ձեռի հետ բաժանում է։ Երկեվա։ Այս ընտրությունները եթե դեռ կողմնորոշված չեք, կարող բոլորին դեմ անել։ Լավ։ Կողմնորոշված են։ Բարև ձեզ։ Ընտրություններին բոլորին դեմ եմ տարբերակով մեր երիտասարդների թիմը ներգրավելու։ Ընդամենը 100 օրով գալու են որոշ օրոքներ փոխեն։ 100 օր հետո նոր մարդավարի մի հատ ընտրություն կազմակերպեն։ Եթե չեք կողմնորոշվելու, կարող եք ընդդում եք ուզում ընտրել, շատ լավ տարբերակ է սա։ Շնորհակալություն։ Ապրես բոլոր գործիքները ներառյալ հմայիչ ժպիտը։ Չէ, ում ասես, եթե ձեզ քաղաքական ուժերը ջգայնացրել են, կարող եք գնաք բոլորին դեմ ընտրեք, մի անգամ ժպտում են։ Ահա, հասկանաս։ Մերոնք են, հեսել են մերոնք։ Լավ եք։ Բոմբ։ Ինքնա։ Դե, մի հոգի կողմնորոշված, երկու հոգի չկողմնորոշված է։ Դիվ։ Երիտասարդները все-таки ավելի Բաց են։ ներողական են։ Հա, 100%։ Նայ, մեզ որ մեղադրում են, որ մենք ինչ որ մեկի ձայն ենք փախցնելու, այդ 100% տենց չի։ Չէ։ Մենք ուղիղ հակառակը, մենք գեներացնելու ենք, որ այն մարդիկ ովքեր չեն գնացել ընտրության, իրանք պիտի գան ալտերնատիվա տեսնեն։ Հետո քաղաքականության մեջ, եթե քո ձենը կարող են փախցնեն, ուրեմն դու կողմի բողոքելի, ուրեմն այդքանը քո ձենը չէր, էլի, ուրեմն լավ չես ասում։ Ուրեմն դու տեր չես կանգնել քո ձենին, եթե փախցրել են։ Մեր մարդիկ որ ասում են մենք երբեք չենք համագործակցի նախկին ուժերի եւ Փաշինյանի հետ։ Եթե ազգային ժողովը ասում ընդդիմությունը նախկին ուժ է, դիմացի Փաշինյանը ինչ է անելու։ Իրանք չեն կողմնորոշվել։
պատասխանել եք հարցերը։ Բարև ձեզ։ Բայց ընտրաթերթիկում գրվելու է։ Գրվելու է բոլորին դեմ եմ, այս պահին կուսակցություն է լինելու, բայց մենք խոստանում ենք, որ Կուսակցությունը արդեն դրանց։ վերջնական կա արդեն 19, Վերջնականը եղավ 23-ի, չէ։ հա, 23-ին արդեն ցուցակը փակվեց, 19 կուսակցություն արդեն գրանցված է։ Այս են քիչ տարբերակներից է, որ 20-րդն էլ պետք է բոլորին դեմ են, հա։ այդ վիճակահանությամբ կհանեն, որն է լինելու հերթականությամբ լինելու, մենք հիմա որպես կուսակցություն ենք գրանցել, բայց գալու ենք այդ բոլորին դեմ եմ քվեաթերթիկը ավելացնենք, ելի է փոփոխություններ ունենք, եկեք ես մի հատ խնդրեմ մի հատ թուղթ բան վերցնեմ ձեզ այդ թերթիկներից։ Մի վարքյան։ Այս մի հատ այստեղ սաղ գրած է։ Մենք ասում ենք գալիս ենք 100 օրով, գալիս ենք համեցեք։ Գալիս ենք կայուն մեծամասնությունը, այն որ մի քանի տոկոս ձայն են հավաքում, գալիս են ամբողջ իշխանությունը իրանց ձեռն են վերցնում։ Իջեցնելու ենք ՇՄ մի տոկոս, որ այն նորմալ փոքր կուսակցությունները, որոնք կան, կարողանան ազգային ժողով անցնեն։ Թե չէ ստացվում է մենակ նրանք, ովքեր փող ունեն կամ իշխանություն ունեն, մենակ իրանք են կարողանում ազգային ժողովում գան։ Ու բոլորին դեմ եմ քվեաթերթիկ ենք ավելացնելու, բայց ուղղակի քվեաթերթիկ չի։ Ինչքան ձայն հավաքը, ինչքան մարդ դժգոհ եղավ, գնաց բոլորին դեմ եմ քվեարկեց, այդքան պարլամենտում տեղ բաց է մնալու։ Այդքան մանդատ չի տրվելու ոչ մեկին։ Ու բոլորը ոչ թե ձեզ զզվցնելու են, այ հոգնածեն, որ չուզենաք գնաք ընտրությունների, այլ գալու են խնդրեն ձեզ, ծրագիր բերեն, պրոյեկտ բերեն, որ գնաք դուք իրանց ձայն տակ։ Ու 100 օր հետո մենք գնալու ենք։ Մենք ենք կազմակերպելու հաջորդ ընտրությունները, ու մեր վարչապետը չի մասնակցելու, 10 տարի էլ չի մասնակցելու ընտրություններին, որ վստահ լինեն, որ ինքը իր համար այդ ամբողջ մեխանիզմը իր համար չի օգտագործում իր կուսակցության համար։ Կուսակցությունը լուծարելու ենք։ Ձեզ էլ տանք, էլի, բոլորին դեմ եմ կուսակցությունա, ասեք, Մտնենք գրասենյակ մարդավարի ծանոթանանք, իրանց ասենք, որ մենք իրանց դեմ ենք, էլի ենք սենց։ Այդ բաց է չկա, այդ արմատ ասած